Հոկտեմբերի 26-ից 28-ը Հռոմում հանուն խաղաղության անցկացվող ավանդական միջազգային համաժողովին Մայրաթոր Սուրբ Էջմիածնից մասնակցել են Արևմտյան Եվրոպայում հայրապետական պատվիրակ Վատիկանում ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ arczepiskopos Պարսամյանը եւ Մայրաթորի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գարեգին Վարդապետ Համբարձումյանը։ Հրավիրվել է նաեւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը։ Այս տարվա միջոցառումը կրել է «Հավակնել խաղաղության» խորագիրը։ Համաժողովի շրջանակում անցկացվել են 22 թեմատիկ ֆորումներ։ Խաժակ arczepiskopos Պարսամյանը մասնակցել է «Չարին դիմագրավելը. մեր ժամանակների նահատակները» խորագրով ֆորումին, անդրադառնալով հայկական քրիստոնեական ավանդույթի համատեքստում նահատակության խորհրդին։ Սրբազանը անդրադարձել է նաև վերջին տարիների արցախահայության ցավալի փորձություններին, որոնց հետևանքով մի ամբողջ ժողովուրդ տեղահանվեց նախնիների հողից, վնասվեցին եկեղեցիներ, պղծվեցին գերեզմանոցներ, մշակութային ամբողջ ժառանգությունը դարձավ խոցելի։ Կրոնների եւ մշակույթների երկխոսության այս հավաքը սկիզբ է առել 1986 թվականին, երբ Սուրբ Հովհաննես Պողոս II պապի հրավերով առաջին անգամ Սուրբ Ֆրանցիսկոսի ծննդավայրում իտալական Ասիզի քաղաքում միասնական աղոթքի են հավաքվել տարբեր կրոնների առաջնորդներ ամբողջ աշխարհից։ Կաթոլիկ եկեղեցու հովանավորությամբ գործող Սանտ Էջիդիո կազմակերպությունը շարունակել է քահանայապետի նախաձեռնությունը։ Այս տարի 39-րդ համաժողովի հանդիսավոր բացմանը ներկաներին ողջունել է Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին, ելույթ են ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Բելգիայի թագուհի Մաթիլդան, Եվրոպայի ռաբիների ժողովի նախագահը եւ այլ նշանավոր անձինք, կրոնական եւ հասարակական գործիչներ։ Հոկտեմբերի 28-ին համաժողովին մասնակցող տարբեր կրոնների ներկայացուցիչները միաժամանակ աղոթք են բարձրացրել հանուն խաղաղության։ Քրիստոնյաների միջեկեղեցական աղոթքը կատարվել է Լևոն 14-րդ պապի նախագահությամբ Հռոմի գլխավոր խորհրդանիշներից մեկում Կոլիզեումում։ Այլ կրոնների ներկայացուցիչները աղոթել են Կոլիզեումին հարակից տարբեր վայրերում։ Այնուհետև բոլորը համախմբվել են Կոլիզեումի հարևանությամբ բարձրացող Կոստանդինոսի կամարի առջև պատրաստված հարթակում մասնակցելու եզրափակիչ արարողությանը։ Ավարտին հռչակվել է համաժողովի խաղաղության կոչը, ապա տարբեր կրոնների ներկայացուցիչներ վառել են խաղաղության մոմակալը, որպես համերաշխության եւ հույսի նշան։ Մյուս տարվա հոբելյանական 40-րդ հավաքը կանցկացվի Ասիզիում։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։